Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը նախագահությամբ Վարդգես Սարգսյանի կայացրեց արդարացման վերդիկտ մի գործով, որը մի ամբողջ ճանապարհ անցավ, սկսած խախտված իրավունքներից մինչև արդար դատական վճիռ։ Պաշտպանի խոսքով գործի հենց սկզբում թույլ չտվեցին մասնակցել մեղադրյալի առաջին հարցաքննությանը, պատճառաբանելով, թե քննչական գործողությունն արդեն մեկնարկվել է։ Դա դարձավ այս գործի ամենաճակատագրական սխալը։ Հետագայում հենց այդ իրավախախտումն էլ դարձավ արդարացման վճռի հիմքերից մեկը։ Մեղադրյալից ստացվել էր ինքնախոստովանական ցուցմունք, սակայն հետաքննությունը ցույց տվեց, նա պարզապես չէր կարող որևէ կերպ կապ ունենալ ենթադրյալ կաշառք տվողի հետ։ Նրանք տարբեր վայրերում էին աշխատում եւ անմիջական շփման որևէ հնարավորություն պարզապես չկար։ Իսկ ինչ եղավ կաշառք տված անձի հետ։ Պարզվեց նա մինչ օրս վկա է նույն գործով, ազգությամբ պարսիկ մի քաղաքացի։ Այս պատմությունը մեկ անգամ եւս հիշեցնում է. մի խոչընդոտեք պաշտպանների մուտքը քննչական մարմիններ։ Յուրաքանչյուր նման խախտում ոչ միայն խաթարում է արդար դատաքննության իրավունքը, այլև կարող է ամբողջությամբ փոխել գործի ելքը։ Արդարությունը հաղթեց, բայց թանկ գնով։ Կոռուպցիայի դեմ պայքարող դատական համակարգը երբեմն ծառայում է ոչ միայն արդարադատության սկզբունքներին, այլև բարոյական սկզբունքներին։ Երբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող անձը դուրս է գալիս արդարացման վճռով, մենք խոսում ենք ոչ միայն դատարանի նկատմամբ վստահության մասին, այլ նաև այն մասին, թե ինչպես անտեսված ընթացակարգերը կարող են նույնիսկ առանց աղմուկի փոխել գործի ողջ ընթացքը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես անհերքելի ապացույցները կարող են բացահայտվել, երբ պաշտպանող կողմին թույլ են տալիս ճիշտ դիրքավորվել նախաքննության ընթացքում։ 2024 թվականի հունիսի 12-ին Մեղրի մաքսատան աշխատակիցների ձերբակալումը եւ հետագա դատավարությունները այս ամենի վառ ապացույցն էին։ Փաստաբանի խոսքով իր վստահորդն իրականում հանցավոր որևէ քայլ չէր կատարել, սակայն հայտնվելով նման իրավիճակում առաջին անգամ չէր կարողացել պաշտպանել իր իրավունքները եւ տվել էր ինքնախոստովանական ցուցմունք, փորձելով խուսափել կալանքից։ Մինչդեռ ըստ փաստաբանի, եթե վարույթն իրականացնող մարմինը գործերի սկզբանե օրենքի շրջանակներում եւ թույլատրեր իր մասնակցությունը հարցաքննությանը, ապա նման խնդիր չէր էլ առաջանա։ Ձերբակալման օրը վստահորդից Մեղրու մաքսատան մաքսային ծառայող էր։ Լուրը իմացանք, որ ձերբակալվել է եւ Մեղրուց բերվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե։ Ես բնականաբար շտապեցի հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի հարազատների դիմումի հիման վրա ստանձնեմ նրա շահերի պաշտպանությունը։ Ինձ թույլ չտվեցին բարձրանալ վերև եւ ստանձնել վստահորդի շահերի պաշտպանությունը, պատճառաբանելով, որ նրա նկատմամբ իրականացվում են վարույթային գործողություններ, ապացուցողական եւ հարցաքննություն է իրականացվում, որը ընդհատվել չի կարող։ Մեր տեղեկություններով այդ օրը 10-ից ավել մաքսային ծառայողներ էին ձերբակալվել, մասսայական ձերբակալությունների շարք էր։ Եվ արդեն մեզ համար կանխատեսելի էր, թե ինչու կոնկրետ, ինչու է խոչընդոտվում, հա, կոնկրետի մուտքը առաջին անգամ էր խոչընդոտվում վարույթ իրականացնող մարմին, ես նման խնդրի չէի բախվել, բայց հաշվի առնելով մեր նոր օրենսգրքում քրեական դատավարության օրենսգրքի առկա կարգավորումը, համաձայն որի փաստաբանի պաշտպանի մասնապես բացակայությամբ տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատանում դրանից հրաժարվում է։ Ես չշտապեցի շատ կտրուկ գործողություններ կատարել, որտեղ եթե վարույթն իրականացնող մարմինը ցանկանում էր սխալվել, թույլ տալ քրեադատավարական օրենքի խախտում եւ անձին ձերբակալված հարցաքննել առանց պաշտպանի, դա, ինչպես ասում են, իր հետագա ազդեցություններ ունենալու վարույթի համար, դրա համար ես կոնկրետ չշտապեցի իրավիճակ փոխել եւ իհարկե որոշ ժամանակ անց իմ վստահորդը իջավ ներքև ձերբակալումից ազատված, արդեն ինձ համար հասկանալի էր, թե ինչու է նա ձերբակալումից ազատվել, բնականաբար տվել էր ինքնախոստովանական ցուցմունք, որ այո, կաշառք է տվել, կաշառք է ստացել։ Փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով իր վստահորդի անմեղությունը վկայող փաստական հանգամանքները ձեռք բերելու համար ընդամենը պահանջվել էր ստուգել այդ օրվա մաքսային աշխատակիցների տեղաբաշխման վերաբերյալ լրացված եւ հաստատված փաստաթուղթը, որի հիման վրա աշխատակիցները կարող էին հերթապահության ընթացքում փոխել իրենց հերթապահության վայրը։ Պարզվել է, որ իր վստահորդը չի եղել այդ ավտոմեքենայի մոտ եւ հետեւաբար չէր կարող
կարող ճանաչել օտարերկրացուն, ումից իբրև կաշառք էր ստացել։ Ես շտապեցի արդեն իր հետ զրուցեմ, հասկանամ, թե ինչու է նա ինքնախոստովանական ցուցմունք տվել, արդյոք իսկապես մեղսագրվող արարքի հետ կապ ունի, թե ոչ, եւ պարզեցի, որ կապ չունի։ Նա ասաց, որ իմ հիշելով այդ օրը, ասես դե հստակ չեմ հիշում, բայց ես այլ կետում եմ եղել ծառայության, բայց քանի որ ինձ սպառնացին, որ կկալանավորեն, կտանեն կալանքի, կաշառքի դեպքերով պարտադիր կալանավորում է լինում, թե ես էլ ձերբակալված առաջին անգամ նման իրավիճակում ընդունեցի, որ այո, ես ստացել եմ այդ 10,000 դրամ կաշառքը։ Եվ իհարկե բնականաբար միանգամից պաշտպանության մարտավարությունը սկսեցինք կառուցել նրան արդարացնելու ուղղությամբ, անհրաժեշտ հարցումներ իրականացրեցի, որոնք վարիթ իրականացնողը չէր արել, շտապել էին շատ արագ գործը ուղարկել դատարան։ Ես ստացա բորդեր համակարգի տվյալները, որտեղ երևում են, թե ովքեր են կոնկրետ այդ ավտոմեքենայի հետ, որը ներմուծման սրահից էր ներս եկել Հայաստանի Հանրապետություն մոտ գործել, կատարել մաքսային գործողություններ եւ մաքսային փաստաթղթեր են լրացրել եւ մուտքագրել համակարգ, մեզ շատ օգնեց այդ համակարգը իդեպ։ Օրվա հերթապահության ցանկը երբ որ տեսնում ենք, այսինքն մաքսային ծառայողները ամեն օր լրացնում են իրենց անվան դիմաց ստորագրում են, թե իրենք որտեղ են ծառայության եւ որ ժամից։ Այդ փաստաթուղթը հաստատվում է իրենց պետի կողմից եւ ըստ էության դրանով է հաստատվում, թե այդ անձը այդ օրը որտեղ է եղել ծառայության։ Եվ ունեն մեկ բեձև, որը լրացվում է բացառապես այն ժամանակ, երբ որ մաքսային ծառայողը հնդածած ծառայության վայրը փոխում է։ Օրինակ, ներմուծումից գնում է արտահանման սրահ, իհարկե ոչ իր ցանկությամբ, այլ իր վերադասի կարգադրությամբ։ Մեկ բեձևը լրացվում է, ստորագրվում է, որ այդ անձը ծառայության վայրը օրինակ ժամը 1-ից փոխեց։ Եվ դրանով արդեն հստակ երևում է, թե որ մաքսային ծառայողը որ ժամին որտեղ է իրականացրել ծառայությունը։ Սրա նպատակային նշանակությունն այն է, որ որևէ խնդիր առաջանալու դեպքում իմանան ով է պատասխանատուն։ Հիմա այդ փաստաթղթերում իմ վստահորդը լրիվ այլ անցակետում էր ծառայության, նա ճառագայթային արտահանման սրահում էր ծառայության, իսկ մեր կաշառք տվողը ենթադրյալ ներմուծում սրահից էր մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Դրանք այնպիսի վայրերում են գտնվում, իհարկե նույն մաքսատան տարածքն է, բայց իրենք այնպիսի վայրերում են գտնվում, որ իրենք իրար ուղակի հանդիպել չէին կարող։ Եվ պարզվեց, որ իմ վստահորդը այդ ավտոմեքենայի հետ որևէ գործողություն չի կատարել։ Ընդ որում իմ վստահորդին մեղադրում էին այն բանի համար, որ նա հենց մաքսային փաստաթղթերը արագ ձևակերպելու եւ վառելիքի ավելցուկը չարձանագրելու համար 10,000 դրամ պարսիկ այդ վարորդից գումար էր ստացել։ Իդեպ այդ պարսիկ վարորդը մինչ օրս, ով կաշառք տվողն է իբրև թե ըստ նախաքննական մարմնի վարկածի, վկայի կարգավիճակ ունի, նա ոչ մի օր մեղադրել չի եղել։ Դատարանը հասկանալով, որ մեղադրանքը ամբողջությամբ փլվում է, քանի որ այդ հակափաստարկներին մեղադրանքն ուղղակի չէր դիմանում, ի վերջո ընդունեց արդարացման վերդիկտ, բայց մինչ այդ դատախազությունը հարցաքննման բերեց դատարան մեկ այլ աշխատակցի։ Դատախազությունը միջնորդեց հարցաքննել այդ օրվա մեկ այլ մաքսային ծառայողի, որովհետև ինչ որ գրություն էին բերել, որ ծանրաբեռնվածությունից ելնելով երբեմն լինում է, որ շատ արագ անհրաժեշտ է լինում, որ մի մաքսային ծառայողը մյուսին օգներ։ Հետևապես իմ վստահորդը այդ օրը հավանաբար հենց այդպես գնացել է այլ ծառայողի օգնելու եւ այդպես հանդիպել է կաշառք տվողին։ Մենք էլ էինք հարցում կատարել բնականաբար մաքսային ծառայության պետին, պարզելու համար ծառայության վայրը փոխելու կարգը ինչպիսին է եւ պարզվեց, որ մեկ բեձևը պարտադիր պետք է լրացվի։ Իսկ մեկ բեձևում այդ օրը իմ վստահորդը չկար, այսինքն նա ծառայության վայրը չի փոխել։ Եվ իհարկե մեղադրանքից իսկապես ոչինչ չմնաց։ Վստահորդս դատանում հրաժարվեց ինքնախոստովանական ցուցմունքներից, պատճառաբանելով, որ այդ պահին այդ շփոթության մեջ այդ երկյուղը կալանքի գնալու մենք բոլորս գիտենք դա ինչպես է արվում եւ ակնհայտ էր փաստաբանի խոչընդոտելը վարիթ իրականացնող մարմին ինչու իրականացվեց, որպեսզի ինքնախոստովանական ցուցմունքն ի վերջո ստացվեր։ Եվ բնականաբար դատարանն էլ տեսնելով այդ
ապացույցների բացակայությունը արդարացիորեն կայացրեց արդարացման վերդիկտ։ Իբրև կաշառքի գումար տված օտարերկրացին, ով քննության ողջ ընթացքում եւ հետո ունեցել էր վկայի դատավարական կարգավիճակ, այլ ոչ մեղադրյալի, դատարանում շարունակ պնդում էր, որ կաշառքի գումար է տվել հենց Տիկին Ֆանյանի վստահորդին, մինչդեռ հետագայում պարզվեց, որ իրեն եւս կարծես մոլորեցրել են։ Մեր մեղադրանքի հետ առնչվող այդ պարսիկ վարորդը վկա էր, ընդ որում ուշագրավ էր նրա հարցաքննությունը դատարանում, երբ որ նա եկավ դատարան, եւ մենք փորձեցինք հասկանալ, հա, ինչու է նա պնդում, որտեղ նա պնդում էր, որ ին վստահորդին կաշառք է տվել։ Ես հարցրեցի, ինչու՞մն է քո համոզմունքը, ասաց ինձ տեսանյութ են ցույց տվել, որտեղ ես իրեն գումար եմ տալիս, բայց նման տեսանյութ չկա, գոյություն չունի։ Ասում եմ նման տեսանյութ վարույթում չկա, եթե լիներ, կլիներ ապացույցների ծավալի մեջ, ու դա ամենածանրակշիռ եւ անհերքելի ապացույցը կլիներ։ Նա ասում էր, որ երբ որ մեզ տարան առերեսման, ին վստահորդն ինձ ասաց, որ ինձ մի պահ դուրս են հրավիրել եւ այդ պարսիկ վկան թարգմանչի հետ, քննիչի հետ մնացել է առանձին։ Նրանք առանձին զրուցել են, նոր ինձ հրավիրել են ներս։ Երբ որ հարցադրում ուղղեցի այդ վկային, ասացի, եղել է դեպք, որ այս երիտասարդին դուրս հրավիրեն քննչական սենյակից, նա ասաց, այո, դուրս են հրավիրել, ասաց, ինչ խոսակցություն է տեղի ունեցել ներսում։ Ասաց, ես քննիչին ասացի, որ ես ոչ մեկին ոչինչ չեմ տվել։ Նա ասաց, ոչ, տվել ես, տեսանյութ կա, եւ ես ասացի լավ տվել եմ։ Այս գործը վառ օրինակ է այն մասին, թե ինչպես դատական եւ քննչական սխալները կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ։ Երբ իրավական ընթացակարգերը խախտվում են, պաշտպանին չի թույլատրվում մասնակցել սկզբնական փուլերում վարույթի ընթացքին, այն կարող է հանգեցնել ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլև մարդու իրավունքների լուրջ խախտման։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է խստորեն հետևել օրենքներին եւ ապահովել բոլոր կողմերի մասնակցությունը արդարադատությանը։ Պաշտպանի բացակայությամբ տված ցուցմունքը ունի 0 արժեք, 0 նոր քրեական դատավարության օրենսգրքում, եթե անձը դատարանում ասում է ես հրաժարվում եմ այդ ցուցմունքից, անկախ նրանից ինչպիսի ծանրակշիռ ցուցմունք է, ինչպիսի փաստեր է հիմնավորում, նոր քրեական դատավարության կարևորագույն երաշխիքներից է, որ ցանկացած անձ մեղադրյալ, ով հարցաքննվում է կամ ձերբակալված, պետք է ունենա պաշտպան։ Եթե անձը հրաժարվում է պաշտպանի ծառայությունից, դա իր իրավունքն է։ Բայց միևնույնն է, վարույթ իրականացնող մարմինը այդտեղ ռիսկ է կրում առանց պաշտպանի անձին հարցաքննելու, որտեղ անգամ եթե նա այդ պահին հրաժարվել է պաշտպանի ծառայությունից, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, հետո արդեն պաշտպանով է հանդես գալիս վարույթում եւ դատարանում որոշում է հրաժարվել այդ ցուցմունքից, միևնույնն է այդ ցուցմունքը ոչ թե ոչ թույլատրելի է, այլ ինքը դառնում է սահմանափակ օգտագործման ապացույց, այսինքն իրեն հնարավոր չէ այլևս օգտագործել վարույթում, հրապարակել նույնիսկ, մի խոսքով ինքը կորցնում է իր ապացուցողական նշանակությունը։ Ի վերջո, այս գործը հաստատում է, որ արդարադատությունը ոչ միայն սահմանադրական, այլ նաև բարոյական խնդիր է եւ ամեն մի սխալ քայլ կարող է փոխել ամբողջ գործի ընթացքը։ Հակակոռուպցիոն պայքարի հնչեղությունն ու դրանում ներգրաված բոլոր կողմերի պատասխանատվությունը ենթադրում են ոչ միայն արդար վճիռներ, այլ նաև սխալների հնարավոր արագ ուղում, ինչը կարևոր է երկրում վստահության վերականգնման եւ արդարադատության համապարփակ իրականացմամբ։